Օրվա հերոսները երեխաներն են, հյուրերը պաշտոնյաներ, որ մի քանի կիլոմետր կտրել հասել են Փամբակի լեռնաշղթա։ Ֆիոլետովո ալպիական դրախտ թեժ լեռան ստորոտին։ Մոլոկանները այստեղ են ցարական Ռուսաստանի ժամանակից։ Ну что, закладываем, наверное, да? Вот так, поехали. Поставим. Մոլոկանների 5-րդ սերունդն է բնակվում այստեղ։ Մանկապարտեզ երբեք չեն ունեցել։ Ռուսական համայնքի ջանքերով առաջիկայում կլուծվի երեխաների նախնական կրթություն ստանալու հարցը։ Это невероятно важная история. Ոչ միայն Ռոսսոտրուդնիչեստվոյի, այլև ամբողջ Ռուսաստանի համար է սա բավական կարևոր իրադարձություն։ Վստահ եղեք, Ռուսաստանը հիշում, սիրում ու գնահատում է ձեզ։ Դուք պահպանում եք մեր ավանդույթներն ու լեզուն։ Уникальное место. Ֆիոլետովոն գողտրիկ վայր է հրաշալի մարդկանցով եւ այս համայնքի համար բարի գործ անելը պարզապես անհրաժեշտություն էր։ Տևական բանակցությունների քննարկումների արդյունքը տեսնում եք ինքներդ, ընթացող շինարարությունն է։ 400 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզը կունենա սպորտ դահլիճ, խաղասենյակներ, բուժկետ, նախատեսված է 50 երեխայի համար։ Детский сад, который, я уверен, Այս մանկապարտեզը, որ վստահ եմ կկառուցվի կարճ ժամկետում, կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ֆիոլետովո համայնքի, այլև հայ-ռուսական հարաբերությունների համար, որն ունի դարերի պատմություն։ Սա նաև հաջող ներդրման օրինակ կդառնա Մոլոկան համայնքի ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Ներկաները հուսով են, որ տարիներ անց նախակրթարանը մեծացնելու անհրաժեշտություն կլինի։ Սա մեր գործընկերների կողմից Եվս մեկ հիանալի նվեր էր Ֆիոլետովո համայնքի եւ բնակչությանը եւ երեխաներին, ինչի համար եմ ասում բնակչությանը, որովհետեւ ծնողները հնարավորություն են ունենալու իրենց երեխաների համար լինել հանգիստ։ Ավելի քան 1000 բնակիչ ունեցող յուղի կյանքը, ավանդույթներն ու առօրյան, նաև ֆոտոպատմություն։ Աշխատության հեղինակը հրապարակախոս Մարկ Գրիգորյանն է։ Մի քանի տասնամյակի աշխատանքը ամփոփել է Մոլոկաններ գրքում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։